փորձում եմ հասկանալ, բայց չեմ հասկանում ձեր փաստարկը, որովհետև ասում եք ինչու հունվարի 27-ը միթե եթե կապում եք բանակի օրվա հետ, միթե այլ տոներ չկան, օրինակ անկախության օրը։ Հա, բայց նույն տրամաբանությամբ ասենք սեպտեմբերի 20-ին ասելու եք ինչու եք կապում անկախության հետ, միթե բանակի օրը չկար։ Ու լավ չեմ հասկանում պրոբլեմը որն է, էլի, որտեղ օրինակ պարոն Նազարյանը մի անգամ շատ լավ էր գրել, երբ որ քննարկում էինք այս on-line քննարկումների ժամանակ, ասում էր մենք ունենք մեր երկնային բանակը, այսինքն բոլոր տարիների զոհերը, որոնք համալրում են երկնային բանակը եւ կա երկրային բանակը։ Հունվարի 27-ին կհիշենք, կխոնարհվենք երկնային բանակի առաջ, հունվարի 28-ին կտոնենք մեր երկրային բանակը։ Այսինքն որևէ խնդիր չկա։ Կամ որ ասում եք միևնույն է այլ տոների եւ հիշատակի օրերին մարդիկ այցելում են գերեզմաններ եւ եռաբլուր։ Հա, ի՞նչ է փոխվում։ Այս առումով ոչ մի բան չի փոխվում։ Փոխվում է մի բան։ Կամ ոչ թե փոխվում, այլ ավելանում է մի բան։ Մի կոնկրետ օր մենք սահմանում ենք որպես հիշատակի օր, երբ որ ասում եմ մարդիկ այցելեն եռաբլուր, հեռուստաընկերությունները ռեպորտաժներ կպատրաստեն, դպրոցականները, ուսանողները կայցելեն եռաբլուր, դպրոցները ինչ որ կրթական միջոցառումներ կկազմակերպեն։ Այսինքն մենք կկենտրոնացնենք հիշատակը եւ մի կոնկրետ օր կունենանք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհերի հիշատակի եւ նրանց փառաբանման։ Ու ինձ թվում է մի քիչ ակնհայտել է, էլի, որ պարզա չէ որ հայրենիքի համար զոհվածի կապը բանակի հետ առավել քան ուղիղ է։